Խնդրեմ ձեզ։ Մի քանի 100 մետր առանց կոշիկներին տոպրակ հագցնելու եւ նյարդայնանալու չեն կարողանում անցնել Երևանի Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի բնակիչները։ Տոպրակներ ենք հագնում կոշիկի վրից, տոպրակներ սովորական հագնում ենք, մինչև 18-ի կանգար գնում ենք, բայց դա էլ օգուտ չի տալի, ծակվում է, ամբողջ ցեխը լսվում է ոտերի։ Անձրևից հետո էքստրիմով լի այս ճանապարհը ոչ բոլորն են մաքուր հագուստով հաղթահարում։ Ցեն օրը գնացի մի քիչ ներքև, ոտը սոտ տվեց, ընկա ցեխի մեջ, ֆռացի հետ եկա։ Դե ամբողջը ցեխ եմ ոնց գնամ տենց քաղաք։ Գնում ենք պալիկնիկա, գնում ենք խանութները, ասենք այդ ցեխոտ կոշիկներով քաղաքում ման գալը մի քիչ մենք էլ մեզ վատ ենք զգում։ Անձրևից ու ձյունից հետո մարդիկ իրենց երեխաներին մանկապարտեզ ու դպրոց երբեմն չեն ուղարկում։ Ընդհանրապես չի լինում թեկուզ խանութ գնալ։ Ես ուղղակի ամանչում եմ, որ իմ երեխեքը այսքան տեղ հաղթահարելով անցնում են ու չգիտեմ էլ առավոտյանից ինչ վիճակով են իրանք ավտոբուս նստում, որ հասնեն դպրոց։ Մեքենաների համար էլ դժվար անցանելի է այս ճանապարհը։ Ոչ բոլոր վարորդներն են համարձակվում մտնել Վարդաշենի 9-րդ փողոց։ Բնակիչների խոսքով փոսերն այնքան խորն են, որ լինում են դեպքեր, երբ մեքենաները թմբի վրա են հայտնվում, անվադողերը օդից կախված։ Ցածր ավտոները անցնում են, խփում են, շիտնի տեմպոկում, մնում են, գալիս են բուքսիրով են հանում, այն անգամ էլի սակասրես կապա ջանբանին, որտեղ ցեխ այսպես հավաքվել է միտեղ։ Կպավատ է, ես ասի նորից էլի թաղվա է ճամպի վրա։ Կառավարությունը չգիտի Վարդաշենի 9-րդ փողոցի տեղը, որ գա ասֆալտ անի։ ԿՊ-ն այդ իր ասֆալտչիկի բրենդը սպառել է, իսպար սպառել է։ Բնակիչների խոսքով 6 ամիս առաջ են վերջին անգամ դիմել քաղաքապետարան։ Ասել են, որ Վարդաշենում մի քանի շենք էլ կա, որոնց խնդիրները առաջին հերթին պետք է լուծեն։ Քաղաքապետը կոնկրետ պատասխան ա տվել, որ մեր Վարդաշենի մյուս էլի շենքեր կան, որոնք հաստատիորեն ավելի ոնց որ հեշտ է իրանց գործընթացը վերաբնակեցման, որովհետև սեփականության թուղթ ունեն եւ այլն, իրանց հարցի լուծելուց հետո միանգամից անդրադառնալու են մեր այս հարցին։ Քաղաքապետարանի նորանշանակ մամուլի խոսնակը Հայլուրին հայտնեց, որ այս պահին Վարդաշենում առաջնայինը համարվում է փոսալցման աշխատանքը։ Մինչ այդ Վարդաշենի 70 շենքի բնակիչներն առաջարկում են գոնե ցելոֆաններ բերեք, հագնենք ցելոֆաններով գնանք, խնդրում ենք ձեզ, պարոն Փաշինյան։ Լանա Համբարձումյան, Հայկ Ավանեսյան, Առաքել Օհանյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։